Բարև սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ այսօր սկսենք տոնական օրով, քանի որ այսօր մայիսի 9-ը հաղթանակի տոնը, շնորհավոր մեր վետերանների տոնը, ուզում եմ տոնական ինչ-որ մի բան պատրաստել, թխում եմ բիսկվիտ, շատ մատչելի, շատ համեղ, շատ թեթև ու արագ, բաղադրիչները բավականին քիչ, կոչվում է 24 գդալ, կարող եք կեսով անել, կարող եք 24 գդալով, ես միշտ փորձում եմ 24, քանի որ հյուրեր են գալիս եւ այլն, սիրելիներս, ուրեմն բաղադրիչներս են 6 հատ ձու, 24 գդալ կաթ, 24 գդալ բուսայուղ, 24 գդալ շաքարավազ և 24 գդալ ալյուր, երեսին շաքարի փոշի ենք անելու թխվելուց հետո, կձևավորեմ նաև ելակով, ելակը այս կողմ եմ դրել, որպեսզի չխանգարի, 4 թեթև թեյի գդալ, փխրեցուցիչ և 1 կիտրոնի, մի ամբողջ կիտրոնի քերուկ ու վանիլին, այսքանը սիրելիներս, հիմա սկսեմ արդեն մեր ձվից, 6 հատ ձու ասեցի, ջարդում ենք, բավականին համեղ բիսկվիտ ա ստացվում սիրելիներս, թեթև ու կարևորը մատչելի բաղադրիչներով, սիրելիներս, մի քիչ ձուն կհարենք, նոր շաքարավազը կավելացնենք, աստիճանաբար ավելացնում եմ շաքարավազը, մի փոքր հարեմ ու արդեն կավելացնեմ բուսայուղը, հետո կաթը ու արդեն կլցնեմ ալյուրը փխրեցուցիչի հետ միասին, կարող ենք հիմա կիտրոնի քերուկը լցնել, լցնում եմ բուսայուղը, արդեն լցնում եմ կաթը, ավելացնում եմ վանիլին, փխրեցուցիչը խառնում ենք ալյուրի հետ մի փոքր և աստիճանաբար ավելացնում եմ մեր բաղադրիչները մնացած, վերջացրինք ալյուրներ, վերջ սիրելի հետևորդներ ջան, այսքանն էր, հիմա ջեռոցը կմիացնեմ, թխելու եմ 200 աստիճանային ջեռոցը, թխելու եմ մի 20 րոպե 200 ջերմաստիճանի տակ, այնուհետև կիչացնեմ 180, մի 15 րոպե էլ այդպես կթխվի ու պատրաստ ա լինում մեր բիսկվիտը, 30-35 րոպե ամենաշատը, սիրելի հետևորդներ ջան, հիմա կտակ հանա ջեռոցը, ես արդեն կաղապարը բուսայուղ եմ քսել, յուղել եմ, որպեսզի չկպնի, դատարկ եմ մեջը, մինչև ջեռոցը կտակ հանա, ու արդեն կմիանանք, երբ որ թխված կլինի բիսկվիտը, ու արդեն
Ցույց կտամ շաքարի փոշին արդեն ցանած եւ ելակով զարդարած։ Պարտադիր չի, ով ինչ հատապտուղ կունենա կամ չի ունենա, դա կարևոր չի։ Ուղղակի կարող եք միայն շաքարի փոշի անել կամ կոկոսի փոշի անել կամ գլազուր անել, ինչպես ցանկանաք դուք։ Ես տարբեր ձևերով այս բիսկվիտը պատրաստում եմ։ Սիրելիներս, թողնենք ինքը թխվի 30-ից 35 րոպե եւ պատրաստ լինի կհանեմ արդեն կտեսնեք ինչպիսի գեղեցիկ բիսկվիտ է լինում։ Սիրելի հետևորդներ ջան, մեր բիսկվիտը արդեն թխվել է, ժամանակը լրացավ, մոտավորապես 40 րոպե տևեց։ Ուրեմն հանենք։ Սիրելի հետևորդներ ջան, վերջացրեցինք մեր ամառային գեղեցիկ տորտը, բիսկվիտը։ Ճիշտն ասած մի քիչ երեսը շատ կարմրեց, որովհետև մեջը լավ չէր թխվել։ Փորձեցի երկար մի քիչ պահեմ, բայց ձևավորեցի այսպես ելակներով եւ շաքարի փոշով։ Կարող եք գլազուր անել, կարող եք կոկոսի փոշի անել, կարող ուրիշ հատապտուղներով զարդարել, ինչպես ցանկանաք։ Կարող եք կիսել երկու մասի բաժանել, կրեմ քսել, այդպես էլ է շատ հաճելի։ Այսքանը սիրելիներս, դուք էլ պատրաստեք, կիսվեք ինձ հետ, տեսնեմ դուք հավանեցիք ես բաղադրատոմսը թե չէ։ Ես ձեզ կգրեմ բաղադրատոմսը, վիդեոյի ներքև կտեսնեք։ Այսքանը սիրելիներս, առայժմ, մինչ մյուս վլոգ։